Հայաստան հունիսի 7-ը լինելու է մեր բոլորի հաղթանակի օրը։ Ինչա պետք դրա համար անելու։ Շատ կարևոր է բոլորի մասնակցությունը։ Ես հասկանում եմ ձեզ, որ դուք հոգնել եք, չեք հավատում քաղաքական տարբեր ուժերին, չեք հավատում ընտրություններին, բայց ձեր չմասնակցությունը, ձեր ընտրություններին չգնալը պարզապես լինելու է ջրաղացին ջուր լցնել Նիկոլ Փաշինյանի վերարտադրման։ Ես ձեր բողոքը, ձեր դժգոհությունը լավ հասկանում եմ, ընկալում եմ, բայց փորձեք հունիսի 7-ին ձեզ այդ ճակերտավոր նեղությունը տալ 10 րոպեա տևելու, մասնակցեք ընտրություններին, ձեր ոչը ասեք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ այդպիսով կարձանագրվի այս խարանի եւ այս անպատիվ արտաքին քաղաքականության եւ ոչ միայն իրականության վերջը։ Մեզ համար շատ կարևոր է նաեւ այս արտօրինությունների դադարելու process-ը։ Հայաստանի Հանրապետությունը վերջի վերջով պետք է ունենա այնպիսի իրավական եւ դատական համակարգ, որը օրենքի տարին կհետևի։ WhatsApp-ի նամակներով չի առաջնորդվի եւ չի կանոնավորի մարկանց, որոնք օրենքի տարին համապատասխան ապրած կյանք ունեն, ու էլ չասեմ մնացած ուղղությունների մասին։ Մեզ համար շատ կարևոր է նաեւ Հայաստանում համերաշխությունը։ Այն ատելությունը, որը մեր երկրում կա, այն թշնամանքը, հասարակ բան, ընտանիքի անդամները իրար չեն խոսում, չեն շփվում, որովհետև մեկը աջակցում է Նիկոլ Փաշինյանին, մյուսը մեկ այլ քաղաքական ուժին։ Սա անընդունելի է։ Հայ ժողովուրդը այսքան պառակտված չի եղել, հայ ժողովուրդը այսքան ցած չի եղել միմյանց հանդեպ, որքան այս վերջին մի քանի տարում է։ Նիկոլ Փաշինյանը գերազանցիկի պես այս ատելության գիծը տանում է եւ խորացնում է այն ջրբաժանը մեր ժողովրդի մեջ, որ եթե դուք մեր հետ չեք, ուրեմն դուք պետության դեմ եք։ Իրականում բայց Նիկոլ Փաշինյանն է պետության դեմ։ Ինքը իր վարած արտաքին քաղաքականությամբ, այդ թվում նաեւ ներքին քաղաքականությամբ բազմիցս ապացուցել է, որ ոչ հայի հետ կապ ունի, ոչ Հայաստանի հետ կապ ունի, ոչ էլ առավել եւս հայերենիքի հետ կապ ունի։ Իր հիմնական նպատակը ճնշել, նեղացնել, բանտարկել, ստեղծել այնպիսի իրականություն, որտեղ մենակ ինքն է կոմֆորտի մեջ ապրում։ Այդ աթոռը քաղցր բան չի։ Այդ աթոռը հայ ժողովրդին ծառայելու աթոռ է, ոչ թե նստես աթոռին ու ոնց ուզես սակարկես մեր պետականությունը ու անկախությունը։ Այսօր մեր ազգային արժեքները եւ առհասարակ ինչը կապված է հայ նկարագրականի հետ։ Հետևաբար մեզ համար շատ կարևոր է, որ ունենանք ուժեղ առաջնորդ, զեղչվի թույլ կարգավիճակը, ունենանք այնպիսի մարդ, որը որ կարող է ոտքի անել Հայաստանի Հանրապետությունը, եւ ես հավաստիացնում եմ, որ այդ մարդը Սամվել Կարապետյանն է, ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ։ Հետևաբար պահանջում ենք ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն